Հայոց բանակի զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձն է։ Ուրախ, մարտական ու հայրենասիրական տրամադրությունն ու ոգին թևածում են ամենուր, այդ թվում Մալաթիա Սեբաստիայում, որտեղ վարչական շրջանի աշխատակազմը կազմակերպել էր միջոցառում։ Տոնական միջոցառումը, որին ներկա են բազմաթիվ հյուրեր, այդ թվում զինվորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, մեկնարկեց օրհներգի կատարմամբ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայրենիների հիշատակին։ Ծանր, բայց հպարտություն պարգևող րոպեներին փոխարինեց ուրախ տրամադրությունը եւ օրը ներկաների համար վերածվեց իսկական տոնի։ Պայծառ տրամադրությունը ապահովեցին միջոցառմանը ներկա երգիչ-երգչուհիներն ու պարային խմբերը։ Վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, որը նույնպես կանգնած է Հայոց բանակի կազմավորման ակունքներում եւ Ղարաբաղյան բոլոր պատերազմների մասնակից է, շնորհավորեց բոլորին զինված ուժերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ, ընդգծելով, որ հայ զինվորը միշտ եղել եւ մնում է մարտական, որ հայոց ոգին ոչ ոք չի կարող կոտրել։ Նա միաժամանակ նկատեց, որ պետության պետականության պահպանման կարևոր հենասյունը հանդիսացող Հայոց բանակը թևակոխել է զարգացման եւ բարեփոխումների մի նոր շրջան։ Մխիթարյանը նաեւ կարևորեց հաստատված խաղաղությունն ու դրա դրական ազդեցությունը ամբողջ տարածաշրջանի վրա։ Մենք պարտավոր ենք ունենալ ուժեղ բանակ, որ ոչ մեկի մտքով չանցնի խախտել այդ խաղաղությունը։ Շատ լավ քաջ գիտակցելով, որ հզոր պատասխան կստանան։ Ես մեր բանակին նորանոր հաղթանակներ եմ մաղթում, ես մեր բանակին մաղթում եմ այս բարեփոխումների փուլը շուտ անցնել եւ արդեն անցնել են ժամանակակից բանակի մարտական ծառայության։ Միջոցառման ընթացքում վարչական շրջանի ղեկավարը մի խումբ մասնակիցների օրվա առիթով պարգևատրեց պատվոգրերով, հուշամեդալներով։ Պատվոգրի եւ հուշամեդալի արժանացած Գնել Սարգսյանը նույնպես միացավ այն բազում բարեմաղթանքներին, որոնք հնչել են Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերջինս ընդգծեց, որ խնդիրները բանակում բազում են եղել, որոնք հիմա շտկվում են, բռնելով բարեփոխումների կարևոր ուղի, իսկ ստացած պատվոգին ու հուշամեդալը պարտավորեցնող են, ասաց նա։ Միշտ էլ գնահատված լինելը հուզիչ է, հաճելի է, սպասելի է ու սպասված է։ Սա երկրորդ երևի թե նման դեպքն է նույն միջոցառման շրջանակներում, իհարկե եղել է նաև պաշտպանության նախարարությունից շնորհակալագիր այդպիսի, ասենք, աշխատանք։ Այստեղ գրածը միայն կարդամ. հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնուրաց կամավորական գործունեության, բարձր պատասխանատվության, քաղաքացիական գիտակցության եւ հայրենասիրության համար։